Բարի լույս սիրելիներս, ողջույն, հուսով եմ լավ եք, ինչպես տեսնում եք, ես էլ եմ արդեն լավ, չնայած որ այսօր շաբաթ է ու մեր վերջին հանդիպումից անցել է ընդամենը 2 օր, բայց բավականին լավ եմ, առավոտյան շատ վաղ եմ արթնացել, շաբաթ էր սովորաբար ամբողջ շաբաթվա ընթացքում սպասում ենք, թե երբ է գալու շաբաթ օրը, որ քնենք, բայց չի ստացվում, առավոտյան շատ վաղ եմ արթնացել, ժամը 5-անց էր, այդպես հետո Զոյկան արթնացավ եկավ, արթնացել եմ, նախաճաշ եմ պատրաստել ամուսնուս համար, կերել գնացել աշխատանքի, այսօր մինչև 12-ն է աշխատելու, երեխաների համար եմ նախաճաշ պատրաստել, ես վերջապես 4 օրյա դադարից հետո սուրճ եմ խմել, ցանկություն առաջացավ, ինչ հիվանդ է, ես սկզբի օրերի խմում էի, բայց դուրս չէր գալիս, որ մարդ էի նայում, որ հա ում սուրճ չկա, որ հյուր ունեինք տանը, հյուրեր ունեինք տանը, ում սուրճ չի հասել, հա հեսա ես չեմ խմում, կարող եք իմը վերցնել, բան այսպես, որ մարդ ես նայում, որ քոնը հռչարկես, ու հետո էլ արդեն երբ մենակ էինք չենք խմում, դե դնում ենք երկուսով, եթե դրսում ենք խմում երկուսով միասին, բայց եթե տանն ենք եղանակ ասենք վատ է, ամուսինս դե այստեղ չի խմում, որովհետև ծխում է, իսկ տանը չենք ծխում։ Չեն ծխում այնպես ասի, ոնց որ կյանքումս ծխած կամ էլի, իսկ տանը ոչ ոք չի ծխում, կամ աշխատասենյակում, կամ դրսում, դե այնպես է ստացվում, որ երկուսով ենք սուրճ խմում, բայց երկուսով չենք նստում այստեղ, ու հա, քանի որ դրսում էլ վատ եղանակ էր, միասին նստելու հնարավորություն չկար, ես ինքը վերցնում էր իր սուրճը գնում էր աշխատասենյակ ու ես չէի խմում այդքանը սուրճի մասին ու այսօր սիրտս սուրճ ուզեց, սուրճ եմ պատրաստել, սուրճ եմ խմել, ինչպես տեսնում եք վատ տեսքս, հոգնածությունս, մի քիչ հիվանդ վիճակս թաքցնելու համար շպարվել եմ, հատուկ ձեզ համար ի դեպ շպարվել եմ, նախաճաշ եմ պատրաստել, երեխաների համար ապուր եմ պատրաստել, իրենց սիրելի այսպես պարզ, հասարակ, միայն բնական համեմունքներով և մակարոններով և հնդկածավար եմ պատրաստել, սոուս դեռ չեմ արել, մսով խճողակը չեմ պատրաստել, բայց որովհետև սարցրանից եմ հանել միսը, հեսա հալվի հետ էլ կպատրաստեմ, ինչի եմ պատրաստվում, որ ամուսինս գա, հաց ուտենք, այսինքն ճաշենք և գնանք գնումների, այսօր մի քանի խանութ ունենք մտնելու, Զոյկան ու Ալենը դաս, այսինքն Զոյկան դաս է անում, Ալենը խանգարում է, ինչպես լսում եք երևի ձայները, բայց մի քիչ կամաց, հա, նկարում եմ, հա, այդպես ու Ալենիս համար, հա, ինչ էի ասում, խանութ պետք է գնանք, Ալենը չգիտեմ կգա հետներս թե չէ, ամեն դեպքում ինքն իր ընտրությունն արդեն արել է, մեզ ասել է, Ալենս նոր պայուսակ էր ուզում ու ես քանի որ դեռ շատ զբաղված ենք, զբաղվածությունից ելնելով, ասացի ալ սպասի բան կանենք, կառնենք, համբերի, բան, հիմա որ լավ ընտրեմ, այնպես չեմ ուզում, ուղղակի ինտերնետից պատվիրենք, բայց ես ընտրել եմ մամայիմը, որն եմ ուզում, ասացի տղաս, դե կպատվիրենք Սպասի, զատիկ անցնի, կպատվիրենք ու երեխաներն էլ Անգելինան, այսինքն շատ խիստ է սովորելու առումով Զոյկայի ու Ալենի հետ, բայց ինքը այնպես չի, որ շատ նյարդեր ունի պարապելու, Էլենն ավելի շատ պարապում, բայց այս անգամ երկուսն էլ ուներ Ալենը ուրբաթ 3, այսինքն կենսաբանության և աշխարհագրության կարևոր թեստ ուներ 2 հատ ու նույն օրը պետք է հանձնեն, Անգելն էլ արդից օգտվելով, որպեսզի Ալենը ինձանից հեռու մնա Էլ չասի արի պատվիրենք, որովհետև ուզում եմ ինքս տեսնեմ, շոշափեմ, մի հատ ցեփերը ստուգեմ, գիտեք ինչ, որ տղա երեխայի համար է, ինքն էլ մի քիչ, չգիտեմ, մի քիչ կոպիտ բացել, փակել, որ շուտ չփչանա Այդպես Անգելն ասաց, Ալեն, եթե 2 թեստդ էլ դրական ստանաս, այդ ժամանակ կառնենք որովհետև անցած անգամը գրել էին, դասարանի կեսը բացասական էր ստացել ու այնպես ստացվեց, որ նորից կեսը բան արեցին, հավանականությունը մեծ էր, որ բացասական էին ստանալու, արդից օգտվելով էլի այդպես, չնայած ինքը դրական էր ստացել Ալենը, ուղղակի դասարանի կեսը բացասական էր ստացել, հետո նորից կրկնեցին ու այս մեկը մի քիչ ուշացավ, դրա համար 2 թեստ մի օրում ընկավ, Անգելինան հետը պարապել է աշխարհագրությունը, Էլենը կենսաբանությունը, թե հակառակը չէ, Անգելինան կենսաբանությունը, Էլենը աշխարհագրությունն է հետը պարապել, այդպես
Խոսքով եկավ հազավոր պատորը, այմն դուրս առավոտյան շուտ, ժամը 11-ն է, իրենք դպրոցում հեռախոս իրավունք չունեն վերցնելու հեռախոս, գնում են տալիս են ուսուցչուհուն, ու հետո արդեն դուրս գալիս նոր վերցնում են 11-ն տենամ Ալենս գրել է, մամա կարաս արդեն պայուսակ ընտրես, մի քիլոս եմ ոստված եմ ես ժամին Ալենի մոտ հեռախոսը ինչ գործ ունի, եկել տենում եմ ուսուցչուհին է ինձ գրում դասղեկը, որը նաև տալիս է այդ երկու առարկաները, չգիտեմ ինչու, աշխարհագրություն, կենսաբանություն, գերմաներեն լեզուն և ֆիզկուլտուրան 5 առարկան ինքն է տալիս, 4-5 ու կիսված են, դե կեսը դասարանի, կեսը մի ուսուցչի մոտ, հետո փոխվում է մյուս սեմեստրին, ինչևէ գրում է կներեք էլի, ուղղակի չանհանգստանաք, որ Ալենը այս ժամին հեռախոս ունի իր մոտ, խնդրել է, որ ուղղակի ես կողքը կանգնած եմ եղել, գրել է ու հետ է տվել, ու գրում եմ չանհանգստանաք, Ալենը 2 թեստերն էլ դրական է ստացել, բարձր միավորներով դրական է ստացել, ու այդպես հիմա եկել է ուրախ, մամա տեսնում ես հիմա պետք է գնանք Ալենին պայուսակ ընտրենք և մի քանի բան ունենք ընտրելու, մի խոսքով, տրամադրությունը բարձր է, երգում է, այն, որ ինքն ամաչում է միշտ երգի, այսօր երգում է, արթնացել է, այդպես սիրելիներս, հիմա ես մի քանի կիսատ գործ ունեմ այստեղ, այս հատվածում, այն մրգերը պետք է տանեմ նկուղ, նորերը բերեմ ու լվացք ունեմ փռելու, էդ էլ անեմ, մինչև ու սեղան կպատրաստեմ, մինչև ամուսինս կգա արդեն 10-ն է, 5:30-ից արթուն եմ, արդեն 10-ն է, ու այդպես, կգնանք ձեզ էլ հետս կտանեմ, տեսնենք եթե ամեն ինչ իմ պլանավորածով ստացվի, այսօր մի քիչ շատ կնկարեմ, գնացինք, 2-3 օրվա անդադար անձրևներից հետո, կարծես բնությունը ծաղկուն կապրած լինի, ամեն ինչ կանաչ, մաքուր օդ, կներեք, այս միջուը ինչքան լավ է ծաղկել, այսօր եղանակը լավ լինի, ախսում նստանք մի քիչ, այսքան տաք է, բայց արև լինի էլի, կեսամանները, թապվել է լրիվ բաները, ամեն Ռուզենսբակից, հողամասից, նանա են բերել տնկել, որ այսինչ լավ կանգնած են, տեսնենք, հետո ոնց կլինի, ինչպես ասացի, հնկածավար եմ պատրաստել ու որոշեցի պատիվի փոխարեն այսպես մարինացրած ունեի միս արդեն, որոշեցի մարինացրած միս դնել ես բանի մեջ, գրիլի սարքի մեջ. Բայց ինքը ինքան շատ գրքեր ունի, կտեղավորվի ստեղ։ Չնկային Ալենին մատիտներ էլ առա, որ լրացներ ինչ-որ չունեն, իրենցը ջոլի է, այս անգամ Faber-Castell եմ առել, ես էլ աշեղ պատվիրում։ Այո, մենք էլի եկել ենք սառնան նայելու, դե արդեն գիտեք, որ մենք դեռ չունենք սառնարան, փնտրում ենք սև գույնի, բայց պարտադիր չի շատ սև լինի, դե սես լավն է, որ մատնահետքեր բան չի մնում դրան, սառույցով, բայց ցանկալի է 4 դռնանի, այս լավն է, բայց սառույցի տեղ չունի ու շատ հասարակ է,
Այս մեկը շատ լավն է, բայց սկույնը դες այսպես խմիչքների համար է միայն Սիրելիներս վերջ այս սառնարանը ոչ սա էլի իհարկե օրիգինալ փակում կարած մերն է արդեն ես էլ իմ ամուսնության նշանադրության օրվա նվերն ամուսնուցս վերսի կյանքս ուրեմն սենց այդ կսառուցի տեղն ալը փակի այս այստեղ էսպես մեկ անգամ ևս ցույց տամ որ ուզում ես ամբողջական չբացել միայն մի բան վերցնել միայն բացվում է այս էկրանը վերցնում ենք այստեղից հյութերը Իրենը սպասում արդեն մտնենք էքշն սառնարանը եղել է հիմա սառնարանի ինչ-որ հարմարություններ առնենք գնացինք կյանքս Այս հատվածը հատնային Ահագին բաներ վերցրել ենք, բայց դասավորենք տեսնենք ինչ հապակասում, ինչ դուքանք նորից Վերջ, էքշնից էլ վերջացրեցինք Գնանք հիմա էլ գնանք մոբելիքս, տեսնենք Էլենս ինչ ա ուզում Էլենի համար պետք է սեղան գնեինք, ուզում էր մեծ գրասեղան, հետո այնպես ստացվեց, որ տարածքը չէր համապատասխանում, գնանք տեսնենք, այսինքն ինչ ենք ընտրում, մեծ թե փոքր։ Գնացինք։ Այսինքն հասանք։ Այս քաղաքի հետ եմ սիրում, որ ամեն ինչը իրար այնքան մոտ է, ամեն բան մի քանի րոպեում, նույնիսկ որտեղ կարող ես մի տեղից մի տեղը հասնել, կետից մեկ կետը տեղափոխվել։ Եկանք հիմա էլ հոֆար մտնենք մթերային գնումների Էլենի սեղանը իր ուզածը չգտանք, բայց դե օնլայն կպատվիրենք, ուղղակի ինքը հենց այսօր էր ուզում, բայց օնլայն կպատվիրենք, ոչինչ։ Սիրելիներս, մինչ մենք մեր գնումները արեցինք, մեծ մեքենան էլ ազատվեց, հիմա կգա, եկել ենք արդեն պահեստի մոտ, մեդիամարկի, որ այստեղից միանգամից վերցնենք մեր եղնու բրինձը, վերցնենք սառնարանը ու գնանք, այսինքն մենք մեր մեքենայով վարորդել, մեծ մեքենայով, չգիտեմ վիդեոյի մեջ լսվեց թե չէ, ասեցի եկել էինք ուրիշ բան նայելու, բայց դե ամուսինս ասեց, որ արդեն ժամանակն է, համ էլ դե առիթ ա եղել, մեր նշանադրության 18-ամյակն էր, ոչ մի բան չեմ գնել քեզ, արի սառնան ընտրի, ամենալավը բայց, ու ինչ որ ուզում ենք, ճիշտ է, ես ասեցի, որ ուզում էի ամբողջը սև, բայց չկար, սևերի մեջ, օնլայն էլ նայեցինք, որ ուրիշ տեղերից էլ պատվիրեինք, սևերի մեջ չկար այն տարբերակը, որը մենք էինք փնտրում, որ համ մեծ լինի, համ սառույցով լինի, խոսքով այն ամեն ինչ որ մենք էինք ուզում ու կար միայն այդ, որ մի մասը սև է, այդ էկրանը բան, մյուս կողմը ու ամենալավն էր խանութում, միակն էր վերջին մոդել LG վերջին մոդելը ամենալավ ֆունկցիաներով ու որ ունեին պահեստում, էդ էլ էր շատ լավ, որ պետք չէր շաբաթներով սպասել, այդպես գնացինք, միջև մենք էքշնից սառնանի պարագաները գնեցինք, մտանք օֆերից էլ առևտուր արեցինք, մեքենան էլ ազատվեց, արդեն հիմա եկել ենք ու սպասում ենք, հիմա գնանք տուն, այդ ամանները կլվանամ, կդասավորեմ գնումները, մինչև մի քիչ պետք է մնա դե սառնարանը, թեքած, ասեց որոշ ժամանակ, չգիտեմ, վիդեոին էր ասում, հետո նոր, այդպես սիրելիներս։
Սիրելիներս, ինչպես տեսնում եք, սառնարանն արդեն մեր խոհանոցում է, ու այս հսկա սառնարանը մենք 4-ով ենք ներս բերել, Գրիգն ու Ռուզը, Վիտոն ու ես, ու մինչ Վիտոն ու Ռուզը բացում են, տուփն են առանձնացնում ու առանձին այդ թղթերն են հանում, ցելոֆանապատեր, ամեն մի դետալը, ամեն մի մանրուքը շատ լավ փաթեթավորած, օրիգինալ փաթեթավորած։ Ես էլ այդ ընթացքում տարաներն եմ լվանում, իմ գնաց տարաները, սառնարանի մեջ եղած տարաները ու համել ընթրիք եմ պատրաստում, որ մի հատ համով ընթրենք ու ասենք շնորհավոր լինի սառնարանը։ Սիրելիներս, մերոս ճանապարհեցի, Ռուզեն գնացին, ասեցի մի հատ ցույց տամ, քանի որ առիթ չեղավ ցույց տալու, գիտեմ հարցնելու եք։ Ուրեմն LG այսպիսի սառնարան ենք վերցրել, այստեղ ինքը իր ծրագրով, ջուրը, սառույցը նորմալ ու այն կոկտեյլի սառույցները ինքը սենսորով է փոխվում։ Ուղղակի ցույց եմ տալիս, եթե ցանկացողներ կան, ում սառնարան է պետք։ Ուրեմն իր առանձնահատկությունը ֆունկցիոնալ այն է, որ տեսեք ինքը այսպես Ուրեմն ֆունկցիոնալ առանձնահատկություններից մեկն այն է, որ տեսեք ինքը սև էկրանը թակում ես, լույսը վառվում է։ Պետք է ինչ-որ մի բան, եթե պետք է ամբողջ սառնարանը, ասենք եթե խմիչք է պետք, այսպես բացում ենք միայն այս մի դուռը ու այստեղ ապակի է էկրանա ուղղակի ու այստեղից կարող ենք վերցնել ինչ-որ մեզ պետք է։ Այստեղ բաց է ինքը։ Հետո այսպես թակում ենք ու որոշ ժամանակ անց այս կարող ենք մենք դնել ինչքան ժամանակ հետո ինքը անջատվի, հետո արդեն ինքը այսպես բացվում է, այս կողմում սառնարանն է, առանձնահատկություններն եմ հիմա միայն ցույց տալիս, որ ամեն ինչը սենսորով է, ոչ մի կնոպկա, ոչ մի բան չկա իր վրա, այսպես բանա Wi-Fi-ով, որ հեռախոսով ես ինստալացիանում ու հեռախոսով ես կարգավորում, ջերմաստիճան, անջատել, միացնել, սառույցը, այդ ամեն ինչը, դե իսկ այս կողմում էլ արդեն սառցախցիկն է, այս հենց մեծ, իր ամեն ինչով, մի խոսքով, սենց։ Հիմա մնում է բերենք ամեն ինչ մյուս են փոքր սառնարաններից լցնենք մեջը։ Զայկա, բաղնիքը տանուշ։ Բացի աչքերդ։ Անակնկալ ունես։ Երկու հատ։ Հա, ո՞րն ես բացում առաջինը։ Կապոտը ամենա շատ բան բույնը դրա համար եմ բացում։ Կուզած բարձր յոթասներն, հա։ Դու տենց էիր ուզում, տենց բարձր։ Սպիտակ է։ Спасибо, տեսինայինք նոր։ Իսինց բարձր յոթասներ էր ինքը ուզում։ Որ բան ունի։ Դիր, այդ չէ։ Հիմա ռոզին։ Հիմա վարդակույնը։ Իրականում հələ բեր չգիտեմ կլինի իր ահակը, չի լինի, մեծ է, բայց որ հենց տեսա, պետք է նասկի հագնես նոր թագուհիս, գնեմ այդ բարակ նասկի հագի արի, ասի ես պետք է առնեմ Զոյկայիս համար, շատ սիրուն է, լաքից, դասական, լավնալ, ջան, դպրոց, Դեպուշկա։ ճակար, դե փորձի, Որը։ Հելի առաջին հաքի, Էսի։ չի բացվում, տենց հաքի, կլինի կյանքս, դիրգետին, Արջինս է զմանը դուսն բան եմ անում։ ռաժոկը, որ չլինի կգնանք ռաժոկը բերենք, իջանցքից դիրգել է, Չի լինում հաղթ։ կլինի, դել հաքի, խարմար է զոյ, Հա շատ։ բիժամայիդ հետ լավ սազում է, Իհարկե գիշերազգեստի հետ սազալը կատակ էր, բայց դե շատ դուրս եկավ, շատ էր սազում Զոյկային, սիրուն շորիկների դասական ինչ-որ մի բանի հետ շատ գեղեցիկ կնայվի, իսկ դե սպորտային կոշիկներն արդեն իդեալական էին։
Ուրեմն հա դե Զոյկայի կոշիկներից բացի նաև այսպիսի սփռոց եմ գնել այս սեղանի համար։ Այս անգամ որոշեցի սիլիկոնի փոխարեն այսպես սպիտակը վերցնել, ինքը տեսնենք ոնց կլինի։ Սիրուն է նայվում ինձ թվում է։ Անկողնային պարագաներ, այսպես 3 հատ նույն բանից ու համապատասխան նաև սավանը, ռեզինով փոքրի համար, մեծի համար չկար համապատասխան գույն, այդ հետո կնայեմ։ Այդպես, ու մեկ էլ դեմթերային գնումներ, այսքաններ չէ, մեկ էլ աղջիկները իրենց իր քուրիկի համար թիթիզ միթիզ ինչ-որ իրենց պարագաներ, այդ արդեն հանել եմ վերև, մի խոսքով, Զոյկան չի հանում հագից մոթասները։ Սիրելիներս վերջ, ժամը 11-ն է լինում ու ես նոր պրծնում եմ, ահա այսպես, այս սփռոցներ, որ ասում եմ, այսպես, այս կողմում եմ վերջացրել, այստեղ միայն խաղողի թուփ ու խաղողի տերև ու միս եմ հանել, որ վաղը տոլմա փաթաթենք, այսպես, այս կողմում սենց, այստեղ սառնարանը, այն կողմի համար, կասեմ ինչ ենք մտածել, երբ որ պատրաստ լինի, նոր կասեմ, առայժմ այսպես իմ շտատիվն ա դրած, բայց դե այնտեղ սիրուն բան ենք պատրաստելու, որ մտահաղացումս իրականանա, նոր ցույց կտամ, այսպես դե սառնարանի մեջ էլ ցույց տալու կարծում եմ կարիք չկա, այսպես դասավորել եմ ամեն բան, այն ինչ որ են մյուս սառնարանում ունեինք, այսպես, վերջ։ Չմատել այս կողմից այսպես ցույց տամ, վերջ սիրելիներս, հիմա կարող եմ հանգիստ խղճով գնալ քնելու։